Ողջույն սիրելի բարեկամներ, ձեզ հետ ռադար զրույցն է։ Այսօր կանանդառնանք Հայաստանում անցկացված խորհրդարանական ընտրություններին եւ ներքաղաքական զարգացումներին։ Մեր այսօրվա հյուրն է քաղաքագետ Արմեն Վարդանյանը։ Մենք խոսենք անցած խորհրդարանական ընտրությունների եւ Հայաստանում սպասվող ներքաղաքական զարգացումների մասին։ Բարև ձեզ, պարոն Վարդանյան, շնորհակալ եմ հյուրընկալվելու համար։ Միանգամից անդրադառնանք Կիրակի օրը կայացած խորհրդարանական ընտրություններին։ Հրապարակվել են արդեն նախնական արդյունքները եւ ըստ ձեզ որքանով էր սպասելի այս պատկերը։ Կարծում եմ ընդհանուր առմամբ սպասելի էր, որովհետեւ բոլոր արդյունքները ցույց տալի որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը մոտ 50%-ի սահմաններում է, մի քիչ ավել։ Իսկ մնացած ուժերի մասով երևի մի քիչ ուժեղ Հայաստանն է ավելի շատ հավաքել, քան հարցումներն էին ցույց տալիս։ Հայաստան դաշինքը, Բարգավաճ Հայաստանը այն չափով են հավաքել, որքան որ սպասում էր ըստ էության։ Դե մնացածների հարցով էլ եղան որոշակի անակնկալներ, բայց մեծ հաշվով, այսպես շատ լուրջ անակնկալներ չեն եղել, սպասում էր, որ 4 առավելագույնը 5 կուսակցություն կարող են հայտնվել խորհրդարանում եւ այդպես էլ եղավ։ Հիմա կարծես նախնական տվյալներով 3 ուժի անցողիկ շեմը հաղթահարելու մասին է հայտարարված, իսկ Բարգավաճ Հայաստանը գտնվում է, այսպես ասած, շեմին շատ մոտ եւ նաեւ վերահաշվարկի թիմումներ են ներկայացրել։ Ըստ ձեզ կփոխվի պատկերը վերահաշվարկից հետո եւ Բարգավաճն էլ կհայտնվի խորհրդարանում։ Դատելով այն տվյալներից, որ իրենք են ներկայացնում, Բարգավաճ Հայաստանի ներկայացուցիչները, այո, իրենք կհայտնվեն ազգային ժողովում, որովհետեւ միայն 4 տեղամասում իրենց հաշվարկով 120 ձեն պակաս են գրել, քան իրենք հավաքել էին։ Իսկ այնտեղ հաշվարկներ կային, որ 50-60 ձայն է պակասում իրենց 4%-ի շեմը հաղթարելու համար։ Եթե տվյալները ճիշտ են, այլ անակնկալներ չլինեն, այո, պիտի որ Բարգավաճն էլ հայտնվի խորհրդարանում։ Եվ այդ 3 կուսակցությունների հայտնվել ինչ-որ բան կփոխի քաղաքական ներկայացում տրամադրությունների մեջ։ Այո, սա լուրջ փոխում է կոնֆիգուրացիան խորհրդարանի, որովհետև այո, ֆորմալ առումով քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը մեծամասնություն ունի, բացարձակ մեծամասնություն ունի եւ կարող է եւ միանձնյա կառավարություն կազմել եւ ցանկացած օրենք անցկացնել, բայց տարբերությունը իշխանության եւ ընդդիմության միջեւ այժմ նախկինի նման մեծ չէ, ինչպես որ 2021 թվականին էր։ Այն ժամանակ, ասենք 54% հավաքեց քաղաքացիական պայմանագիրը, իսկ երկրորդ տեղում գտնվող Հայաստան դաշինքը 21-22%-ի սահմաններում էր, իսկ պատիվ ունեմ դաշինքն էլ նույնիսկ չանցավ խորհրդարան, օրենքի ուժով անցավ եւ տարբերությունը ահռելի էր։ Հիմա այսօր Նարեկ Կարապետյանը ուղիղ եթեր մտել եւ ասում էր, որ եթե 8 падգամավոր քաղաքացիական պայմանագրից անցնի իրենց կողմը, ապա իրավիճակ է փոխվում։ Իսկ 8 падգամավոր, չգիտես, ինչ կլինի, մանավանդ ֆորս մաժորային իրավիճակներում, այսպեսի նախադեպեր մենք ունեցել ենք, երբ որ ֆորս մաժորային իրավիճակում իշխանությունից անցնում են ընդդիմության կողմը, մանավանդ 44 օրյա պատերազմից հետո տեսանք այդպիսի դեպքեր, օրինակ Աննա Գրիգորյանի դեպքը եւ այլն։ Եվ կարծում եմ այս դեպքում արդեն իշխանությունը այդ 5 տարվա մարաթոնում իր թիկունքում լրջորեն զգալու է ընդդիմության շունչը, այսինքն ընդդիմությունը ամեն պայի նրան կրնկակող հետապնդելու է, ինչպես որ այսպես մարաթոնյան վազքում է լինում։ Այսինքն լարվածությունների են ականատես լինելու, մանավանդ որ այստեղ կարծես սահմանադրական մեծամասնություն իշխանությանը չհաջողվեց։ Իհարկե լարվածություն լինելու է, մանավանդ որ ինչպես արդեն նշեցի, իշխանության եւ ընդդիմության տարբերությունը, ասած падգամավորների քանակը այդպես մեծ չի լինելու, եւ այդ դեպքում այդ լարվածությունը անխուսափելի է լինելու եւ իշխանությունը այդ դեպքում շատ ավելի պետք է զգոն լինի, այլապես կարող է խնդիրներ ունենալ եւ իշխանությունը կորցնի քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը։ Որովհետեւ այդ տեսեք, բայց ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ պատերազմի եռագլուխ կուսակցությունը այլևս ջախջախված է։ Հիմա ջախջախված է, թե չէ։ Եմ կարծում որ ջախջախված է, եթե խորհրդարանում այդպիսի ներկայացվածություն ունի, դա չի նշանակում, այսինքն դա նշանակում է, որ չի ջախջախվել։ Ջախջախված կլինեն, որ եթե չանցնեին խորհրդարան կամ անցնեին եւ փոքր ներկայացվածություն ունենային։ Այնպես որ ես չեմ կիսում Փաշինյանի այս տրամադրությունները, ընդհակառակը ես կարծում եմ, որ այս եռագլուխ կուսակցությունները, եթե նույնիսկ չկարողանան այսպես իշխանություն վերցնեն, իրենց կողմը ներքաշելով, ներգրավելով որոշակի
պատգամավորների։ Շատ մեծ ռեսուրսներ են ներդնելու Երևանի քաղաքապետի Երևանի ավականու ապագա ընտրություններում, որը որ կարող է արդեն վճռական ազդեցություն ունենալ 2031 թվականի ազգային ժողովի ընտրություններում, այնպես որ դեռևս վաղ է իշխանության համար ուրախանալ, հայտարարել, որ պատերազմի եռագլուխ կուսակցությունը ոչնչացված է եւ այլն։ Պարոն Վարդանյան, այսօր նաև այսպես քննարկվող թեմաներից մեկը նախ ընդդիմությունը կդիմի սահմանադրական դատարան թե չէ, եւ Հայաստան դաշինքը հանձին իշխան Սաղաթելյանի արդեն հայտարարեց, որ դիմելու են, ու հաջորդիվ եթե ընտրությունների արդյունքները անվավեր չեն ճանաչվում, այս խորհրդարանում ընդդիմությունը կվերցնի իր մանդատները թե ոչ։ Եվ նույն իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ Հայաստան դաշինքը մանդատները վերցնել-չվերցնելու հարցով դեռ խորհրդակցություններ է անցկացնելու եւ դա պիտի լինի ընդդիմության միասնական որոշումը, այլ ոչ թե միայն իրենց ուժի։ Մյուս երկու ուժերը կամ առնվազն այս պահին անցողիկ շեմը հաղթարած մյուս ուժը Հայաստանը դեռ այդ մասին դիրքորոշում չի հայտնել։ Ըստ ձեզ ընդդիմությունը որ ճանապարհով կգնա, որովհետև մի կողմից այո ասում եք, որ տարբերությունը շատ քիչ է եւ նրանք կրնկակող հետևելու են իշխանություններին, կգնան ի վերջո խորհրդարան, թե մանդատները վայր դնելու մասին կհայտարարեն, ինչ է լինելու։ Կարծում եմ կգնան, ես գրեթե վստահ եմ դրանում, որովհետև եթե չգնան, իրենք քաղաքականապես ոչնչացվելու են, հայտնվելու են լուսանցքում։ Այսպիսի նախադեպեր իմիջիայլոց եղել են, մանդատներ վայր չդնելու, բայց ասենք օրինակ Արդարություն դաշինքը ժամանակին ես հիշում եմ տևական ժամանակ բոյկոտում էր, չէր գնում ազգային ժողովի ընտրություններին 6-7 ամիս մի պահ չէր մասնակցում ոչ մի բանի, բայց հաջորդ խորհրդարանական ընտրություններում արդեն Արդարություն դաշինքից որևէ կուսակցություն չհայտնվեց խորհրդարանում։ Այնպես որ չգնալը դա ինքնաոչնչացում է եւ նաև անտրամաբանական, ինչպես արդեն նշեցի, եթե Բարգավաճ Հայաստանն էլ անցնում է խորհրդարան, իշխանության եւ ընդդիմության միջև տարբերությունը արդեն շատ չնչին է լինում եւ այդ դեպքում ամեն անակնկալել կարող է լինել։ Այնպես որ ես վստահ եմ, որ նրանք գնալու են խորհրդարան վերցնեն իրենց մանդատները եւ անարդարությամբ պետք է ասեմ, որ դա ամենառացիոնալ ճանապարհն է, ամենախելացի որոշումը կլինի եւ հակառակ ճանապարհը տանելու է լուսանցքում հայտնվելուն։ Իսկ փողոցային հետընտրական պայքարի ականատես կլինենք թե ոչ։ Թերևս ակնհայտ այսպես դրսևորումներ այդ մասին հայտարարություններ չկան, 2 օր է անցել, բայց այնուամենայնիվ կգնան փողոցային պայքարի թե ոչինչ չի կարելի բացառել, հնարավոր է գնան այդպեսի, եթե ասենք Բարգավաճ Հայաստանը չհայտնվի ազգային ժողովում։ Եթե հայտնվի, իմաստ չկա, մանավանդ որ տեսեք ընտրակեղծարարության լուրջ կեղծիքների մասին այսպես որևէ մեկը չի խոսում։ Իհարկե եղել են թերություններ, խախտումներ, որոնք նաև ինչ որ չափով ազդել են օրինակ կոնկրետ մեկ կուսակցության վրա, բայց ավելի լայն պատկերով որ նայում ենք, այսպես կոպիտ ընտրակեղծիքներ, ընտրությունների արդյունքների խեղաթյուրում եւ այլն չի եղել, որը որ միշտ ավանդաբար բերել է հետընտրական զարգացումներին։ Տեսեք, այս ընտրությունների հետ կապված այսպիսի մի ինտրիգ ասեմ, նախկինում առաջիններից մեկը, որ Հայաստանում կայացած ընտրություններին շնորհավորում էր Ռուսաստանի Դաշնությունն էր։ Արդեն 2 օր է անցել, Ռուսաստանից ոչ միայն շնորհավորանք չկա, այլև ընդհակառակը եւ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ ու նաեւ Կրեմլի խոսնակի Պեսկովի շուրթերով որոշակի քննադատության նոտաներ կան, ընտրախախտումների մասին հայտարարությունների ակնարկներ կան, ինչու Կրեմլը չի շտապում շնորհավորել։ Որովհետև Փաշինյան իրենց տեխնացու չէ։ Կրեմլը բոլոր իր միջոցները ներդրել է, որպեսզի ընդդիմության մեջ կոնսոլիդացիա ձևավորի, որպեսզի իշխանությունը գրավեն, վերցնեն իշխանությունը, այսպես ասեմ, որը որ չի ստացվում եւ ակնհայտ է, որ դա Մոսկվայի սրտով չէ։ Շատ ճիշտ նկատեցիք, իրենք միշտ առաջիններից մեկն են շնորհավորում, հիմա սպասողական վիճակում են եւ ըստ էության սպասում են թե ինչ քայլեր կձեռնարկի ընդդիմությունը կամ միգուցե նաեւ հրահանգավորում են նրանց ինչ քայլեր ձեռնարկել։ Մի բան ակնհայտ է բոլորի համար, որ իշխանությունը, քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի իշխանությունների սրտով չէ եւ իրենք իրենց խաղադրույքը կատարել են ընդդիմադիր այդ երրակի վրա։ Բայց մենք նաև հակառակ այլ այսպես հայտարարություններ ենք լսել, երբ որ Հայաստանի վարչապետը հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինի հետ ունի ընկերական հարաբերություններ,
այն լիդերներից է, որը ամենաշատն է 18 թվականից ի վեր իր պաշտոնավարման այս տարիների ընթացքում շփվել Ռուսաստանի նախագահի հետ, խոսել է Ռուսաստանին որպես գերտերության վերաբերվելու հարգելու մասին, նաև Փաշինյան-Պուտին հանդիպումը, երբ որ եղավ խորհրդարանական ընտրությունների հետ քարոզարշավից առաջ, Ռուսաստանի նախագահի կողմից ակնարկ եղավ ընտրություններից հետո հանդիպման մասին, որ մենք դեռ կհանդիպենք։ Ու իդեպ Նիկոլ Փաշինյանն էլ կրկնել էր, որ այս հատկապես այս վերջի օրերին կապված այդ ՀԱՏՄ շուկայի հետ կապված չլուծված հարցերով պլանավորում է հանդիպումներ Ռուսաստանի նախագահի հետ։ Այ քարոզչական ֆոնը ակնհայտ տեսնում ենք, որ Ռուսաստանից որոշակի կսմիտներ, քննադատություններ ամեն ինչ կա, բայց մյուս կողմից իրար հանդեպ նաև հետընտրական այդ ընտրություններից հետո հանդիպման հայտարարություններն են հնչում, ընկերներ լինելու մասին հայտարարություններն են հնչում, արդյոք հակասություն չկա այդ առումով։ Չէ, ֆորմալ առումով իհարկե այս կողմերը չեն ուզում լարվածություն թեժացնեն, բայց առավել քան ակնհայտ է, որ լուրջ խնդիրներ կան Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ։ Եթե այդպիսի խնդիրներ չունեն, Ռուսաստան չէր փակի իր շուկան հայկական տարբեր ապրանքների համար, իսկ սա ակնհայտ քաղաքական գործընթաց է, սա ակնհայտորեն ճնշում էր ոչ միայն Հայաստանի վրա, այլև Նիկոլ Փաշինյանի վրա, փորձում էին ազդել նրա ռեյտինգի եւ ձայների վրա, իսկ այդ ամենը պատահական չի լինում։ Եթե կոնկրետ մեկ ապրանքի գծով լիներ այդ արգելափակումը, արգելումը, այո, կարող ենք մտածել, որ իրոք խնդիր կա, բայց տեսանք, որ բազմաթիվ ապրանքների հետ կապված ռուսական շուկան փակվեց եւ ոչ միայն սա, բազմաթիվ հայտարարություններ, գրեթե ամենօրյա եւ նույնիսկ մի պահ կար ամենժամյա ռեժիմով Ռուսաստանից Հայաստանի հասցեին մեղադրանքներ էին հնչեցվում, նաև սպառնալիքներ։ Եվ սա ցույց է տալի, որ հարաբերություններում ամեն ինչ այդքան էլ հարթ չի, ընդհակառակը լուրջ տարաձայնություններ եւ լուրջ խնդիրներ կան։ Բայց ինչ են հայտարարում նույն Նիկոլ Փաշինյանը, որ Պուտինը իր ընկերն է եւ շեշտում, որ ինքը ամենաշատը նրա հետ կոնտակտ ունեցող։ Նիկոլ Փաշինյանը փորձում է ուղղակի մեղմացնել Ռուսաստանից եկող վտանգները։ Ակնհայտ է, որ Մոսկվան ձեռքերը ծալած չի նստելու եւ տարբեր քայլերի է ունակ եւ կարող է դիմել ամենատարբեր սցենարների։ Փաշինյանը մի կողմից փորձում է թույլատնել Ռուսաստանից ունեցած կախվածությունը, դիվերսիֆիկացնել արտաքին քաղաքականությունը, բայց մյուս կողմից էլ հասկանում է, որ Ռուսաստանը ձեռքերը ծալած չի նստելու եւ տեսնի, նայի, թե ինչպես է Փաշինյանը այդպիսի քայլեր անում։ Որոշակի հակաքայլեր, հակազդեցություն լինելու է Մոսկվայի կողմից, ակնհայտ է եւ նրա նպատակն այն է, Փաշինյանի նպատակն այն է, որ մեղմացնի այդ ռիսկերը եւ այդ վտանգները։ Իդեպ նույն Նիկոլ Փաշինյանին մեջ բերեմ երկու անգամ նախընտրական քարոզարշավի ընթացքում այդ մասին խոսեց, գուցե ավել, բայց ես երկու անգամն եմ ինքս ֆիքսել։ Պատմեց, երբ որ ռուս պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ, երբ որ իրեն մեղադրել են Ռուսաստանի դեմ ինչ-որ գործողություններ անելու մեջ, ինքը կոնկրետ հարց է տվել, թե որոնք են իմ գործողությունները, այսինքն մատնանշեք այն գործողությունը, որ արել եմ ձեր դեմ։ Ասում է, եղավ պատասխանը լռություն։ Երկրորդ անգամ ասում է, հարցը կրկնել է, եղավ լռություն եւ փոխել են թեման, անցել են այդ։ Այսինքն, երբ որ խոսում է որ քայլերի համար չպիտի ների Ռուսաստանի դեմ, ինչ է արել։ 3 կամ 3 չի առաջ օրը փոխարտգործնախարար Գալուզին հայտարարել էր, որ Հայաստանը Ուկրաինային Զելենսկին հարթակ է տրամադրել եւ Երևանից Զելենսկին հակառուսական հայտարարություններ է հնչեցրել։ Միայն սա չէ, բազմաթիվ հարցեր կան։ Եվ Եվրամիության անդամակցության մասին օրենքի ընդունումը, եւ Հայաստան արևմուտք աննախադեպ մերձեցումը, Թրիփի մասին համաձայնագրի ստորագրումը, որով որ ըստ էության Ռուսաստանը շրջանցվում է եւ նոր երթուղի է, այսպես ասեմ, կառուցվում, որտեղ որ Ռուսաստանը շրջանցվելու է եւ նաեւ նրա դիրքերը այս տարածաշրջանում լրջորեն թուլանալու են, սահմանապահների դուրսբերումը զվարթնոց անցակետից, բազմաթիվ այսպես քայլեր կան, որոնք որ նրանց սրտով չեն եւ չեն էլ կարող լինել։ Այնպես որ կոնկրետ մեկ բանի համար չեն, որ ինենք դժգոհ են Փաշինյանից։ Կան բազմաթիվ հարցեր, որոնք որ իրենց դուրը չի գալի, այլ հարց է, որ այդ ամենի մեղավորը հենց իրենք են իրականում, որովհետեւ ես դեռ 2023 թվականից հայտարարել եմ, որ Հայաստանի արտաքին քաղաքականության պարադիգման հարացույցը փոխվում է, այլևս նախկինի նման չի լինելու։ Իսկ դրա մեկնակետը տրվեց Արցախի հետ կապված իրադարձություններից հետո։ Եթե մինչև 2023 թվականի սեպտեմբերի 19-ը Հայաստանը շատ այսպես
զգուշանում էր Ռուսաստանի հետ հարաբերություններից, փորձում էր այնպիսի քայլեր չանել, որոնք որ կարող էին ասենք վնասել Արցախին, ապա 2023 թվականի իրադարձությունից հետո Փաշինյանի ձեռքերն ազատ արձակվեցին, այսպես ասեմ։ Միջևետ, եթե հիշում եք, պատերազմից հետո այնքան էր Հայաստանը թուլացել, որ սկսել էր ակնհայտ այսպես ռևերանսներ կատարել Մոսկվայի ուղղությամբ, նույնիսկ պաշտպանության նախարար էր նշանակվում մարդ, որը որ Ռուսաստանի սրտով պետք է լիներ։ Արտգործնախարարի հետ կապված պատմությունը հայտնի, որը որ Արմեն Գրիգորյանը պետք է լիներ, նա նույնիսկ գնացել էր նախարարություն, հայտարարել, որ ինքն է լինելու արտաքին գործերի նախարարը, բայց չնշանակվեց։ Այսինքն այն ժամանակ Փաշինյանը բազմաթիվ հարցերում սկսեց ռևերանսներ կատարել Ռուսաստանի ուղղությամբ, փորձում էր սիրաշահել Պուտինին, փորձում էր լավ հարաբերություններ հաստատել, փորձում էր կարգավորել, շտկել իրավիճակը, բայց 2023 թվականի սեպտեմբերյան իրադարձությունները վերջապես դա վերջին կաթիլը հանդիսացան, որից հետո արդեն Փաշինյանը սկսեց փոխել արտաքին քաղաքականությունը։ Եվ հապկի իրադարձություններին չմասնը բազմաթիվ քայլեր կարելի է։ Օրինակ հապկը բոյկոտելը իրենց համար էլ իրենց իմիջին, հեղինակությանը լուրջ վնաս է, փաստորեն Ռուսաստանը մի ռազմաքաղաքական կառույց է ղեկավարում, որը առանցքը շատ փոքր է, մասնակիցների քանակով, ասենք, տեսեք ՆԱՏՕ-ում 30-ից ավել երկիր կա։ Հապկի դեպքում մի քանի երկիր են, այլ մեկը չի մասնակցում նրա նիստերին, բոյկոտում այդ կառույցը, եւ սա նույնպես իմիջին շատ լուրջ վնաս է Ռուսաստանի եղել։ Կարծում եք արդեն, այսինքն այլևս հետընտրական Հայաստանը փոխելու է իր արտաքին քաղաքական վեկտորը։ Ոչ, չի փոխելու, իհարկե, ինչի պետք է փոխի Հայաստանը։ Հայաստանը գնալու է այս ուղղությամբ, Փաշինյանը շարունակելու է այս քաղաքականությունը։ Ռուսաստանից հեռանալու նկատի ունեք։ Այո, քայլ առ քայլ դեպի Եվրոպա մերձենալու քաղաքականությունը։ Կամ նորատոմակայանի կառուցումը կարելի է նաև հիշատակել, որը իրենք անընդհատ շեշտում են, որ պատրաստ ենք ամեն ինչ անել, նորատոմակայան կառուցության ռուսական տեխնոլոգիաները, որովհետև դա էլ մի լծակ է Հայաստանի վրա, որովհետև բյուջետային վառելիքը հենց իրենք էին մատակարարում։ Այսինքն գնում ենք դեպի արևմուտք։ Այո, քայլ առ քայլ գնում ենք դեպի արևմուտք։ Եվրոպա թե Ամերիկա։ Եվրոպա, բայց իհարկե արևմուտքի ԱՄՆ-ի հետ էլ շատ լավ հարաբերություններ կունենանք։ Սպասում են մեզ։ Գիտեք ինչ, Եվրոպայի առավելությունը այն է, որ իրենք ռազմավարական համբերություն ունեն։ Տեսեք, 2013 թվականի սեպտեմբերի 3-ի հայտնի իրադարձություններից հետո, երբ որ Հայաստանը մեկ գիշերում հրաժարվեց 3.5 տարի բանակցած ասոցիացիան համաձայնագրից եւ կտրուկ շրջադարձ կատարեց դեպի ԵՏՄ, ոչ մի եվրոպացի պաշտոնյա Հայաստանին չի սպառնացել, Հայաստանի հասցեին վատ բան չի խոսացել, որևէ պատժամիջոց Հայաստանի նկատմամբ չեն կիրառվել։ Իրենք դա որպես իգիտություն ընդունեցին, ափսոսանք հայտնեցին, ասացին, որ շատ են ցավում տեղի ունեցած համար, բայց որևէ կերպ իրենք չեն վանել իրենց Հայաստանից։ Այնպես որ, այո, իրենք ռազմավարական մտածողություն ունեն, միայն 1-2 տարվա կտրվածքով չեն մտածում, իրենք էլ ավելի հեռուն են նայում եւ այո, սպասում են։ Ես չեմ ասում իհարկե Հայաստանը Եվրամիության անդամ է դառնալու, դա իհարկե խելամիտ չի լինի առաջիկա տարիների համար, բայց որ մերձեցում լինելու է, որ Եվրոպայում շատ ողջորված են Փաշինյանի այս քաղաքականությունից եւ ամեն ինչ անում են, որ ավելի մերձենան Հայաստանն ու Եվրամիությունը, սա ակնհայտ է իմ համար։ Իսկ Ռուսաստանից հակազդեցությունը լինելու է։ Հակազդեցությունը իհարկե լինելու է, բայց չգիտեմ ինչ տեսքով։ Նու հանուն արդարության պետք է ասեմ Ռուսաստանի գործիքակազմն է պակասել, տուլացել, այն ժամանակ Արցախով էին մեզ շանտաժի ենթարկում, սպառնում։ Նույն այդ 2013 թվականի հայտնի իրադարձությունները, երբ որ եղան, ես վստահ եմ, որ էլի Արցախով են մեզ սպառնացել։ Հիմա Արցախը չկա, եւ Ռուսաստանը միայն տնտեսական պատժամիջոցներ պետք է կիրառի, բայց տնտեսական պատժամիջոցներն էլ տեսնում ենք, որ հակառակ էֆեկտ է տալիս։ Եվրամիությունը տեսնում ենք, որ բացեց իր շուկաները Հայաստանի առջև, կարծում եմ եւ ավելի քան վստահ եմ, որ ավելի է մեծացնելու Հայաստանին տրվող ֆինանսական օգնությունները, որպեսզի այդ տնտեսական շոկը հաղթահարի Հայաստանը, որպեսզի դա լուրջ ազդեցություն չունենա Հայաստանի տնտեսության վրա եւ պետք է ասեմ, որ Ռուսաստանի գործիքակազմն էլ լծակներն էլ Հայաստանի նկատմամբ բավականին փոքրացել է։ Շատ շնորհակալություն, շնորհակալ եմ հյուրընկալվելու համար։ Շնորհակալություն սիրելի բարեկամներ, ձեզ հետ ռադար զրույցներ։ Կտեսնվենք։